այս սրա հետ կապված ինչ մտահոգություններ ունեք, արդյոք Սյունիքը կարող է այս իրավիճակում Դե Իրանի հետ կապված կարծում ՄԱԳՆ-ի հայտարարությունից զատ եւ իմ հայտարարությունից զատ որևիցե բան ավելացնելու չկա։ Ցավալի է, ուշով հետևում ենք, բայց այս պայծրությամբ տենց մտահոգություն չկա, որ դա կարող է ինչ-որ ձևով ազդեցություն ունենա մեր հարևանի հետ հարաբերություններին, որովհետև նախ եւ առաջ դուք գիտեք, որ խոսակցությունը շարունակվում է եւ կան կոնկրետ գործընթացներ, որոնք որ հիմա ընթացքի մեջ են եւ նման բան այս պայծրությամբ մենք չենք տեսնում։ Բայց գնահատել եք։ Իհարկե, հենց ամենահենց նույն րոպեին ԱԳՆ-ի հայտարարությունը վարչապետը հանդիսանում է կառավարության ղեկավարը, դուք ասում եք գնահատել եք, այո, գնահատել ենք, քննարկել ենք, հենց գործողությունները սկսվելու անմիջապես հետո շատ վաղ ժամի, կարելի ասել լույսը չբացված, այո, քննարկել ենք եւ ինչի հետ կապված պետք է մենք գտնվում ենք կապի մեջ մեր միջազգային գործընկերների հետ եւ այս պայծրությամբ որևիցե բան, որ ավելացնելու կա բացի ԱԳՆ-ի հայտարարությունից չկա։ Այո, հենց այ առաջի րոպեներից, ոչ միայն Ադրբեջանի սպասվող, այլ նաեւ հետագա հնարավոր զարգացումները հենց Իրանի ներսում, մեր սահմանների վրա պետք է ասեմ, որ այս պայծրությամբ որևիցե հոսք ընդեղից չկա, մեր սահմանը որևիցե նման բան չի արձանագրել եւ մնացածը արդեն գիտեք, էլի ավել բան չասեմ։ Չլսեցի։ Ադրբեջանում հայեր են մնացել։ Ադրբեջանում։ Այո, Ոտանավի հետ կապված, այո։ Ստեղել ադրբեջանցիներ են մնացել, գնացել են, չէ, այս պահին։ Հա, մնացել էին ու գնացել են, չէ, մնացել են, որ գնացել են։ Չէ, այս պահին որևիցե տեղեկություն չունեմ, ճշտեմ ասեմ, հիմա ինչ որ չգիտեմ, չեմ կարող խոսել ինչ որ։ Թե թիվ 1 ռիսկը է, որ կարող է այդ պատերազմը շատ երկար տևել եւ այլ բնույթի վերածվել, ինչպես նաեւ այլ երկրների ներառվածությունը մեզ ստաբիլ հարևան է պետք եւ ինչ որ տեղի է ունենում մեր համար անընդունելի է։ Մոռացեք Զանգեզուրի միջանցքը, լինելու են ճանապարհներ, դրա մասին խոսել ենք, դրա որակումները, դրա իրավական ձևակերպումները բազմիցս տրվել են, տեսել եք նաև, որ Ադրբեջանից հնչում են արտահայտություններ, որոնք ասում են մենք օրինակ կուզենայինք, որ ամբողջ Ադրբեջանը միջանցքի վերածվեր եւ այլը, դրա համար դրա հետ կապված կարծում եմ ամեն ինչ ասվել է, հիմա նորից նույն բանը կրկնելը սխալ է։ Լուսինե ջան, ես քաղաքական առումով եմ ասում մոռացեք եւ ռազմական առումով էլ արդեն ռազմական գերատեսչության ղեկավարը կպատասխանի, այդ խոսակցությունը փակված է եւ այդ խոսակցությանը վերադարձ ոչ այն ժամանակ ա եղել, ոչ հիմա կա, ոչ էլ ապագայում կարա լինի, դրա հետ կապված իրանք հայտարարություն են արել, մենք մեր դիրքորոշումը ասել ենք, իրանք զարմանքով են մոտեցել, նա Ադրբեջանի նախագահը ասել է ես զարմանում եմ ընդհանրապես դուք ինչի եք դրանից այտենց վատ վերաբերում, Ադրբեջանի պաշտոնյան, որը որ զբաղվում է իրենց արտաքին քաղաքականությամբ եւ հանդիսանում է իրենց ցելը, որ ինչ են հայերը այտենց ցավագին տանում, մենք կուզենայինք, որ ամբողջ Ադրբեջանը լիներ միջանցք, իսկ հայկական կողմը ասում է, որ այո, Հայաստանի Հանրապետությունով կարող են անցնել տրանսպորտային միջոցներ, Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, իրավազորության ներքո եւ այդ դրա հետ կապված ներկայացվել է խաղաղության խաչմերուկ ծրագիր, այդ խաղաղության խաչմերուկ ծրագիրը քննարկվում է տարածաշրջանի բոլոր երկրների հետ եւ ոչ միայն տարածաշրջանի բոլոր երկրների հետ եւ Հայաստանի Հանրապետությունը այո պատրաստ է բոլոր երկրների հետ, ինչպես Իրանի հետ եւ Վրաստանի հետ ունենք բաց սահմաններ մեր իրավազորության եւ օրենքների հիման վրա, դա անել որևիցե նոր բան մի փնտրեք, չփնտրեք ու մի խոսեք։ Հաջան։ Արդիական է խաղաղության խաչմերուկը։ Իհարկե, բա հենց այս պայմաններում է արդիական, որովհետև եւ տենց խոսք կա, չէ՞, ժողովրդական, որ մի դուր բացվում է, մի դուր փակվում է եւ հակառակը, որ մի դուր փակվում է, մի դուր բացվում է։ Հիմա եթե դուք օրինակ համացանցում կա, հա, տեսնում եք քարտեզը, որտեղով են
ինքնաթիռներ թռնում եւ ակնհայտ է, որ Հայաստանի եւ մեր տարածաշրջանը այս պայդրությամբ փաստացի օդային միջանցքի է վերածվել քաղաքացիական ինքնաթիռների համար, այո, իհարկե արդիական է եւ ինքը նաև արդիական է այն առումով, որ դա ոչ միայն տնտեսական իմաստ ունի, դա նաև անվտանգային իմաստ ունի, որովհետեւ այդ կապը նաև իրանից տնտեսական շահեր է հետապնդում բոլոր երկրների համար։ Նորից եմ ասում, ժողովուրդ, նորից եմ ասում, պատերազմի հետ կապված ռիսկերը այսօր մինիմալ են եւ մենք պետք է աշխատենք, որ ընդհանրապես այն չեզոքացնենք եւ Հայաստանի Հանրապետության կառավարությունը այդ ուղղությամբ գործուն քայլեր է անում, ինչպես նաեւ օրինակ ես համարում եմ, որ նման գործուն քայլերից մեկը հաջես հայտնի վարչապետի նախատեսվող այցն է Թուրքիա, այո, հաստատում եմ, եկեք այդ հաստատեցի, բայց մնացածը արդեն վարչապետի գրասենյակի, այո, հրավերի հիման վրա բոլոր հարցերը տարածաշրջանային քննարկվելու են եւ ես կարծում եմ այդ այցը պատմական է, որովհետեւ Հայաստանի Հանրապետության ղեկավարը առաջին անգամ նման մակարդակի այց է իրականացնելու։ Լսեք, ես հիմա դժվարանում եմ անունը ասել, պաշտոնական աշխատանքային է, բայց որ դա երկկողմ այց է եւ հրավեր է արվել նախագահի կողմից եւ հենց այդ ֆորմատով է լինելու, այո։ Իսկ ակնկալիքը հայ-թուրքական հարաբերություններին է, ակնկալիքը այդ հանդիպումից, ամսի 20-ին ասած, ակնկալիքը այդ հանդիպումից հայ-թուրքական հարաբերություններին է վերաբերվում, թե նաև հայ-ադրբեջանականում հնարավոր է փոփոխություններ լինել պայմանագրի կնքման, նաև ճանապարհների ապաշրջափակման։ Բոլոր հնարավոր հարցերին, որոնք որ հնարավոր կլինի քննարկել, այդ հարցերը կքննարկվեն։ Ոչ մի արտառոց բան էսպայի դրությամբ չեմ կարող ասել, որովհետև չեմ բացառում որևիցե քննարկում։ Կարող ենք ենթադրել, որ Թուրքիան ուզում է միջնորդ լինել այս երկխոսության մեջ, հայ-ադրբեջանական հարաբերությունների երկխոսության։ Չեմ կարծում, որ նման գնահատականներ տալը ճիշտ է։ Ես կարծում եմ, որ Հայաստանը եւ Ադրբեջանը որևիցե մի երկրի, նույնիսկ ոչ տարածաշրջանային երկրի աջակցությամբ կամ որևիցե մի մայրաքաղաքում, եթե խաղաղության պայմանագիր ստորագրեն, դա կլինի բոլորի շահերից, բայց ինչպես տեսակ, խաղաղության պայմանագիրը Ադրբեջանը եւ Հայաստանը ավարտին հասցրեցին միասնական եւ երկու կողմը կորոշեն էլի, երբ որ դրա ժամանակը գա, թե որտեղ կկնքեն, ինչ միջնորդություն կլինի միջնորդություն, թե ընդհանրապես միջնորդության կարիք չի լինի, թե այլ ֆորմատ կլինի, որտեղ դիվանագիտական բանում տարբեր ֆորմատներ գոյություն ունեն եւ ես չեմ բացառում, որ այլ ֆորմատների քննարկում նույնպես տեղի կունենա եւ ինչ որ մի ֆորմատ կընտրվի։ Կարող ենք ենթադրել, որ մոտ են խաղաղության պայմանագրի կնքմանը։ Ինչ կազմում է։ Չգիտեմ։ Մտահոգություն կան դիմադիր դաշտից, որ երբ որ դուք եք տեղափոխվել։ Չէ, պարզապես այո, սոլիդարություն։ Պարոն Սիմոնյան, մտահոգություն կան դիմադիր դաշտից, որ երբ որ Նիկոլ Փաշինյանը Թուրքիա է գնում, այդ ընթացքում հնարավոր է նաև որոշակի առաջարկներ, պահանջներ Թուրքիայից դրվի Հայաստանի առջև։ Դուք հերքում եք, որ Թուրքիան կարող է ինչ-որ բան առաջարկել եւ Հայաստանը կատարել դա։ Չգիտեմ ինչ եք հարցնում, ուզում եմ հասկանալ։ Իսկ որ Փարիզ է գնում կամ Վաշինգտոն է կամ Մոսկվա է գնում կամ ինչ-որ մի, ասենք, ինչ-որ մի հատ ուրիշ երկրի ղեկավար է գալիս, մի տեսակ բան, լսեք, մեր ընդդիմությունը շատ թույլ ընդդիմություն է քաղաքականապես եւ քաղաքականությունից շատ հեռու է։ Իրանք նոր են սովորում քաղաքականությունը ինչ է, որտեղ իրանք իրենց ժամանակին քաղաքականություն չի եղել է մեկ անձի հրամայական եւ տենց խաղի կանոններ։ Իրանք նոր են սովորում ընդդիմություն լինել եւ ես ներողություն եմ խնդրում, բայց ես քաղաքագիտության հարցեր դասավանդելով չեմ զբաղվել։ Թող գնան պարապեն, ասելիք ձևավորեն, գան, հետներս բանավիճեն։ Այդ բանավեճի վայրը այստեղ է, որտեղ իրանք չեն գալիս։ Թող գան բանավիճեն։ Ճանապարհի հատում կարող է եւ լսեք, ինչ կարող է այդ հարցը դրվի, իսկ կարող է մեծ նվերներ տա, իսկ կարող է Փաշինյան նվերներ տա, կարող է մի բաժան, այդ ինչ խոսակցություն է։ Իրենց պաշտոնյաները խոսում են, չէ՞, մամուլով։ Իսկ մեր պաշտոնյաները, ներողություն, իսկ մեր պաշտոնյաները չեն խոսում։ Ինչ են խոսում։ Մենք մեր դիրքորոշումը չենք ասում։
Զանգեզուրի Միջանցքի մասին նոր դեպք չեք խոսում։ Իսկ ով ասեց, իսկ ով դե ձևակերպման խնդիր է։ Հիմա կարաս քաղաքական գործին ասես քաղաքական գործիչ, կարաս ասես, որ ինքը քաղաքական գործիչ չի, սկսնակ է, լրագրողին կարաս ասես, որ ինքը վարձու կիլլեր է, ինչ որ մեկից փող է վերցնում, որ գա ես մի քաղաքական գործին սպանի, կարաս ասես, որ ինքը արեստավարժ է։ Այդ գիտես ինչ, ճաշակի հարց է, բայց իրողությունը մնում է հետևյալը։ Այն ինչ որ իրանք ասում էին, այն ինչ որ մեր լրատվամիջոցները հաճախ ասում են, հետո լույսը բացվում է, սկսում են բացատրել, թե ինչի օրինակ այդ լուրջ լրատվամիջոցի ասած իրականություն չդարավ։ Բայց ոնց ստացվեց, որ պատերազմից հետո ասում էին, որ ինքը չի կարողանալու բանակցեց եւ 17 կետանոց խաղաղության պայմանագիր բերեց, որը երկկողմ է բոլոր կետերի մասով։ Լավ։ Իսկ այն թղթի վերաբերյալ, որը վերաբերում էր սահմանագծման, սահմանազատման, ասում եք Ալիևը չի ստորագրելու, Ալիևը ստորագրեց այդ փաստաթղթը։ Ժողովուրդ, ես հասկանում եմ, հեսա կվերադառնանք սահմանազատման գործընթացին եւ ես հասկանում եմ, որ տենց մի հատ արտահայտություն կա հայտնի էլի, որ ասում է, որ մեկը ջրի վրայով քայլի, միշտ մեկը կգտնվի, որ կասի, հա, լողանալ հաստատ չգիտի դրա համար ջրի վրայով։ Այդ տրամաբանությամբ եք շա։ Ինչ վերաբերում է սահմանազատման եւ սահմանագծման հետ կապված, դա մեր մեծագույն հաջողություններից մեկն է, որտեղ որ մենք ֆիքսել ենք Հայաստանի Հանրապետության, սա շարունակվում է։ Սկով իշխանություն չկա։ Լսի, 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո ամենածայրահեղ եւ ամենավատ գնահատականներով էլ սկող, էլ պարտված, էլ դավաճան, էլ հողատու, ինչ տեսակի բան ասեցին, չէ։ Տեսակ 2021 թվականին ով սկեց ու ովում սկծրեց, ով միջև քոքը մաշվեց, ովում քոքը մաշացրեց։ Տեսակ։ Ես ինքան ուրախ եմ։ Եթե իմանայի, չէ, ես որ իմանայի, չէ, ոչ մեկ արժանի չի որ ծեծեն, նույնիսկ Ռոբերտ Քոչարյանը կամ իր տղան էս դահլիճում արժանի չի որ ծեծուտի, նույնիսկ լրագրողները արժանի չեն որ ծեծուտեն, ինչի մենք ներողություն, բայց մենք դրա մասին չենք խոսում։ Հիմա Ռոբերտ Քոչարյանի հարցին պատասխան, հետո Վահե Մակարյանի հարցին չմոռանաս խնդրում։ Ռոբերտ Քոչարյանի ինձ դատի տալու մասով շատ ուրախ եմ, եթե իմանայի, որ դատի է տալու, նույնիսկ պատրաստ էի, ես բանը վճարեի այդ գույքը հարկա, ինչա կոչվում այդ պետական турքը պատրաստ էի վճարել, բայց դե հիմա դիմել է 9 միլիոն դրամ փող ա ուզում ինձնից, վստահ եմ, որ այդ $200 միլիոն այդ 9 միլիոնը ճիշտ է բան չի փոխելու, բայց էլի տենց Կրճատեք ձեր ծախսերը, որ կարողանաք վճարել։ Չէ, ես չեմ կարծում, որ նախ ինքը դատը հաղթելու է, որովհետև ես որքան հասկանում եմ, ես որքան ինչ պետք է ապացուցեմ իմ ասածները, որ ես իմ գնահատականները տվել եմ, հա, այսինքն այն բանը, որ Ռոբերտ Քոչարյանին մեղադրում են մարդասպան լինելու մեջ, մարտի 1-ի, հոկտեմբերի 27-ի, Պողոս Պողոսյանի, այդ դրանք ես պետք է ապացուցեմ, կարծում եմ ինքը պետք է գա ապացուցի, որ ինքը մարդասպան չի, թալանչի չի եւ ինքը մենք հիմա դատական նիստ ենք, լավ, մենք հիմա դատական նիստ է։ Դու որպես մարդ, որը ինձ պարտվել ես դատական նիստում, հասկանում եմ, որ դրանք լավ գիտես, բայց ինչի պետք է կանչեն, քաղաքացիական գործով չեն կանչում, փաստաբանս կգնա, փաստաբանը անիջան լավ իմ ու քո երեկոն չի, իմ ու քո բարեկամության երեկոն չի, մնացած հետ կապված քո գործընկերները հարցնում են, հա։ Ժողովի տարածքից պատգամավորի անցափոխով ներս մտած լրագրողին Վահեին, հա, անվտանգության աշխատակիցների միջոցով դուրս անել ինչքանով էր տեղի բաց։ Տեսեք, գոյություն ունի կանոն, որով որ լրագրողները կարող են գործել ազգային ժողովում։ Այդ կանոնի համաձայն դուք օրինակ հավատարմագրում եք ստանում եւ հավատարմագրվելով կարողանում եք ձեր գործունեությունը իրականացնել։ Երբ որ падգամավորը անցաթուղթ է իջացնում, դա նույնպես ունի իր կանոնները։ Այդ կանոնների մեջ ենթադրում է, որ օգնականը գալիս է, ուղեկցում է անձին падգամավորի սենյակ եւ հետո ուղեկցում է սենյակից դուրս։ Ձեր նշած անձը եկել էր նստել էր բանի այդ հանձնաժողովի նիստին եւ լրատվական գործունեություն էր իրականացնում։ Հիմա կարելի է վերջացնեմ, ժողովուրդ կլինի վերջացնեմ։ Հիմա եկեք sense մի բան պայման։ Ինչով է ձեր նշած անձը ավելի մեծ առավելություններ ունենում ձեզանից, որ դուք հավատարմագրվում եք, ինչ-որ պրոցես եք անցնում, իսկ ինքը կարող է ուղղակի բանով գա անցնել, դա մեկ, երկրորդը այն անձը, որ իրեն թուղթ է տվել, որ ինքը ներս մտի, նույնպես իրեն ասել է, որ պետք չի, որ ինքը
գա մասնակցի եւ խնդրել է որ իրան դուրս դնել այս process-ին Գեգամ Մանուկյանն է այդ անձը ես անձամբ զրուցել եմ իր հետ ուստի ստացվում է որ ձեր նշած անձը ուղղակի ներսի կանոններն է խախտել եւ ներսի կանոնները բոլորի համար նույնն են վերադառնանք Նարեկ Մալյանին ասեք լսում եմ ինչ եք ասում բայց մտել է Աղվան Վարդանյանի սենյակ այդ դեպքում մենք պարոն Աղվան Վարդանյանից կամ պարոն Մամիջանյանից որևիցե բողոք չենք ստացել եւ որևիցե ակնհայտ էր ումից էր պես տանալ ասենք ակնհայտ էր ինչ կանոնակը նախ Նարեկը Մալյան չէր եկել լրագրողական գործունեություն իրականացնում 1 երկրորդը ինչի տանենք Մամիջանյանի սենյակ Նարեկին Մալյան հանել են Ախր Գեգամն էլ չէր ուզում որ գնա իր ասենյակ Գեգամ Մանուկյան նույնպես ասում էր որ սխալ է ժողովուրդ տեսեք վերջացրեք այդ ես հասկանում եմ ձեր ցանկությունը նախ գործընկերական առումով իրար աջակցելու բայց եկեք ազնիվ եւ անկեղծ լինենք հա գոյություն ունեն կանոններ բոլորի համար այդ կանոնները գործում է հիմա դուք կարծում եք որ ճիշտ է որ դուք օրինակ չհավատարմագրվեք ինչ որ ծանոթ պատգամավոր ձեզ թուղթ տա ու այդ մարդը գանստի ընդհանրենք պաշտպանության հանձնաժողովից ռեպորտաժը չէ դա նորմալ չի եթե դա նորմալ լինի կանոնակարգը դա կներառ եթե չի ներառ ուրեմն դա նորմալ չի լավ էլի խնդրում եմ Քաղաքացիական պայմանագրի անիծված է վարչության անդամի քաղաքացիական պայմանագրի վարչության անդամի տեխնացուներ են առաջադրվում դուք նախ առաջադրվել եք եւ ինչ կազմ է ովքեր են առաջադրվել ովքեր չեն լինի Կարծում եմ կոռեկտ չի որ ես ասեմ թե ով չի առաջադրվել դուք առաջադրվել ես առաջադրվել եմ ես կարող եմ խոսել միայն իմ մասին ես առաջադրվել եմ դե թողել է կազմը ընտրվի չեմ կարող ձեր հարցին պատասխանել Դե կգաք կեղծ ոչ որևիցե բան չի կեղծվել, որևիցե բան չի կեղծվել, եղել են խնդիրներ, դրա համար եղել է վերահաշվարկ եւ պարոն Թորոսյանը, որի անունը դուք հիշատակեցիք, նույնպես վարչության անդամ է ընտրվել եւ այդ այսպես ասած արդյունքները ընդունել է, իսկ ինչ վերաբերվում է արդյունքներին կգնայեք, էլի դուք այնտեղ եկելնելու տեսախցիկ է Չեմ կարող թիմը ասել, այո, կազմը կմեծանա, կանանց քվոտա ենք ավելացրել, որ կանայք շատ ավելի շատ ներգրավված լինեն, էլի։ Դուք հավակնում եք վարչության նախագահի աշխատանքը։ Լսեք, անկեղծ չէ, որովհետև այդ աշխատանքը ինձ շատ է, էլի։ Ես չեմ ուզում, ես առանց այդ ծանրաբեռնված եմ, ինձ դժվար է հաճախ վարչության նիստերին մասնակցել։ Բացի ոչ մեկ իրավունք չունի հավակնել այն։ Բայց մենք ստեղծման օրվանից առնվազն 3 այլ տեխնատ բան ենք գնում։ Պապիկյանին մի պահ դրեցիք, հետո Նիկոլ Փաշինյանը վտանգներ տեսավ, այդ էլ վերցրեց ձեռքը։ Չէ, չեմ կարծում, որ նման մտահոգություն կա եւ նման մտահոգություններ երբևիցե եղել է։ Ես ձեզ ասել եմ, ձեր մտածելակերպը մեզ համեմատել մնացած կուսակցությունների հետ մի քիչ սխալ է, մենք շատ բաց ենք եւ Արայիկ Հարությունյանն ա եղել մեր առաջի կուսակցության վարչության նախագահ Սասուն Միքայելյանը, Սուրեն Պապիկյանը եւ միշտ տեխնատուներ ենք ունենում։ Ես ձեզ ասեմ, վարչապետը ինքն է հրաժարվել այն դեպքերում, երբ որ ինքը չի եղել, ինքն է հրաժարվել եւ այս անգամ էլ երբ որ ես եմ իրան առաջադրել որպես վարչության նախագահ, այս ընտրություններից հետո վարչության, որը որ ինքը դարավ, ես ակնկալում էի որ էլի հրաժարվել է եւ դրա համար մի հատ երկար տեքստ ասի, բայց այս անգամ համաձայնեց ու ես կարծում եմ այդ պատասխանատվությունը վերցնելը ճիշտ է։ Չգիտեմ, ինչը։ Այո, իհարկե առաջադրվել Լսի, երբևիցե դրա կարիքը չի եղել, որովհետև ակնհայտ է, չէ, ես ձեզ ասեմ ավելի շատ մարդ առաջադրել ամենամինիմալ բանն է, ամառային դպրոցի 100 տեղի համար 700 դիմորդ ունեմ արդեն ես, հիմա ասենք այդ ինչ բան է, չէ, չի կարելի Ինչպես եք պատրաստում զարդել Ինչքով ասում, որ վեհարանը պետք է զարդել, վեհարանը ինչքով ասում պետք է ասում, ասում վեհարանից հանել վեհի եւ հանձնախումբ ստեղծել, ընտրություններ կազմակերպել կաթողիկոսի, ինչպես եք զարդելու Եթե դուք հիմա գալիս եք իմ հետ հարցազրույց անելու, դուք ինչ-որ բան զավթում եք, ինչ ճնշում եք, նեղացնում եք,
Հա, չէ, ուզում հասկանամ, հարցը ուզում ես արի սենց անենք, որպեսզի հասկանալի լինի մարդկանց, ովքեր որ դիտում են, որ դու տենց իբր անկողմնակալ ես եւ հարց ես տալի, որ ինֆորմացիա ստանաս, այլ ոչ թե վեհարանաս երբեք զավթելու հարցը չէ։ Այո, ինչ եք կարծում, օրինակ ինչ եք կարծում, ինչ է, բայց ինչ են կարևոր զավթել ենք, այսինքն լավ, բարի։ Եկեղեցին ունի հատուկ կարգավիճակ եւ սահմանությամբ սահմանված է, որ ունի հատուկ կարգավիճակ եւ Հայաստանի Հանրապետությունը բնական է պետքա իմ նաև կարծիքով իր դերակատարումն ունենա այդ կառույցի մեջ եւ դա մեր կարծիքն է, գիտես ինչ Սահմանությունը գրած է, որ մենք որևիցե կարծիք պետքա չունենանք, այդ ոնց արվում, սահմանության այն հոդվածը, որ ձեզ ձեռը տալիս։ Դուք չեք կարող կատողիկոսի ընտրությունները բայց հələ սպասի, ինչ ես, բայց հələ սպասի, ես ինչ խումբ ուզենամ, կարամ ստեղծեմ։ Այդ դուք կարաք 4-5 հոգով հավաքվեք, ասեք մենք 3 հոգով հավաքվում եք, կամ մի հոգի ինտերնետա ձեռը են գնում, հայտարարում է, որ ինքը լրագրող է։ Ես պետության բարձրաստիճան ներկայացուցիչ չեմ կարող ասել, որ ստեղ խնդիր կա եւ ես ուզում եմ պետությունը ուզում է այդ խնդրով զբաղվի։ Տեսեք, շատ կարևոր է։ Այդ մենք մշտապես խոսացել ենք, որ այդ կառույցի հետ կապված բազմաթիվ խնդիրներ կան։ Այդ կառույցը հիմնված է հարգանքի վրա, այդ կառույցը հիմնված է հավատի վրա։ Հիմա դուք եկել եք ինձ հարցեր եք տալի, հիմա ես ներողություն եմ խնդրում ձեզանից եւ մի հարց ունեմ ձեզ, հռետորական հարց ունեմ ձեզ։ Արդյոք դուք ցենց համարձակ լրագրողներով, այսինքն խելացի լրագրողներով երբևիցե հարցրել եք կաթողիկոսին կամ որևիցե սրբազանին, այնուամենայնիվ երեխա ունի թե չունի։ Ես մի հարց եմ տալի։ Գնում եք, հարցնում եք, կարամ խոսեմ։ Գնում եք, հարցնում եք, ձեզ կներեք, ներողություն եմ խնդրում, լապշա են կախում եւ ասում են, գիտեք ինչ, այդ հարցերն են, որոնք չեն տրվում եւ արդյոք ու սկսում են կոսմոսից խոսալ։ Հիմա ասենց լավերով, լրատվական դաշտի համարներով, խելացիներով, մի հատ խնդրում եմ ձեզ, կարող եք արդյոք այդ ինֆորմացիան բերել, ինձ պետք չի, ես գիտեմ որ ունի, եւ մեր հանրությանը ներկայացնել, տեսեք, եթե գերակա հարց չի, ուրեմն դա կմնա եւ կմարի, բայց այդ հարցը չի մարելու։ Ընդհակառակը 2010, սաղ աշխարհը գիտեմ ասել, 2018 թվականից սկսած այդ խնդրեմը մշտապես եղել, կարամ խոսամ, Էրիկա Անտատես։ Այդ խնդրեմը մշտապես եղել է ու մշտապես իշխանությունը 2018 թվականից սկսված փորձել է դրան չանդրադառնալ, բայց այն ամեն ինչ որ կատարվում է հիմա, ժողովուրդ առնվազն պետք է Հայաստանի Հանրապետությունը, հայ ժողովուրդը ունենա նոր կաթողիկոս, ինչ որ չափանիշներին համապատասխանող։ Իրանք իրար մեջից կընտրեն, ներողություն, քաղաքացիական պայմանագրի, Լուսինե, քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչությունում չի ընտրվելու այդ կաթողիկոսը։ Այդ կաթողիկոսի չափանիշների, նոր կաթողիկոսի չափանիշների մասին գրված է հենց իրանց կանոնակարգերում եւ ախր այդ իրանք չեն, Լուսինե, իրենք չեն։ Դուք հասկանում եք, իրանք խնդրեմը կայանում է նրանում, որ իրանց ընկալումը եւ այդ ընկալումը, որ իրանք ներշնչել են ձեզ ու որոշ որ մեր քաղաքացիներին, որ եկեղեցին իրանց բանն է, դուքյանն է, որ եկեղեցում իրանք կարող են անել ինչ ուզում են, ինչ հնարավոր է անել, բայց երբ որ գալիս ասում ես, գիտես ինչ, եղբայր, սա իմ հավատի, չընդհատես եւս, կվերջացնեմ, որ երբևիցե քեզ հարցազրույց չեմ տա։ Երբ որ որևիցե մեկին չեմ տա, այդ կարգու կանոնը հերիք եղավ, ինձ ընդհատեք։ Ոնց, բա ինչ պիտի անեմ։ Ձեր դասատուն չեմ, որ ձեր դասատունը լինի, տենց չէի կանի։ Եվ յուրաքանչյուր հավատացյալ մարդու համար տհաճ է, որ մտնում ես միտեղ, որտեղից քեզնից փող են մուրում։ Ես նկատի չունեմ, այն մարդկանց ասեցի չընդհատես։ Երբ որ քեզնից գայս ասում են, դե երկչախմբին էլ 50,000 դրամ էլ պետք է երկչախմբին կա։ Սուս մի րոպե, բանը սարկավագին էս ինչը։ Ես եկեղեցին չեմ թիրախավորում։ Դուք, ես ներողություն եմ խնդրում։ Ես բարձրաստիճան պաշտոնյա եմ։ Այո, բարձրաստիճան։ Երբ որ դու ինձ հարց ես տալիս, դու Հայաստանի Հանրապետությունն ես թիրախավորում։ Դուք
քաղաքական դուք Մի հատ հարց եմ տալիս։ քաղաքական պատասխանատվություն Ես հավատացյալ մարդ եմ։ Իրանք էլ հավատի։ Հիմա այդ մարդիկ սեքսով կարող են զբաղվել, թե չեն կարող դա։ Այդ մարդիկ դա այնքանով է իմ գործը, անի սպասի։ Դա եթե դա վերաբերվում է հավատին, եթե դա վերաբերվում է եւ ես կուսակրոն ինչ որ մեկն եմ, այո, դա կարող է հանրության քննարկման հարց դառնալ։ Իհարկե, ինչ վերաբերում է, դա ոչ մեկին չի, դու մի իջ այդ մակարդակին, դու այդ մակարդակին մի իջի, դա քեզ չի վերաբերում, դա ոչ մեկին չի վերաբերում, լսի, այո, որովհետև ես կուսակրոն չեմ, իմ անձնական կյանքը որևիցե մեկին, օքեյ, մի ընտրինչ, Անիջան, չի կարելի նման բաներ խոսալ, քննարկել ով ումից է երեխա ունեցել, եթե ինքը կուսակրոն չի, որ լրագրողը ում է տա քնում, ումից փող ա վերցնում, չի կարելի, ես քեզ արգելում եմ, լսի անի, ուշադիր լսի, հարգելիս, ես բոլոր հարցազրույցներին պատրաստ եմ, բայց ես էլ ընտրության իրավունք ունեմ, ես քեզ արգելում եմ, ամենավատ ընդդիմադիրի, ամենավատ իմ ընդդիմախոսի, ընտանեկան կյանք, անձնական կյանք մտնել, դու դրա իրավունքը չունես, ես նույնպես դրա իրավունքը չունեմ, մենք խոսում ենք այլ կառույցի մասին, այդ կառույցը հիմնված է հավատի եւ հարգանքի վրա, ես որևիցե մեկի տվյալներ չեմ հավատա, Անիջան, ես որևիցե մեկի, որ շանտաժ անեի շուտվանից գնացած կլեն, որևիցե մեկը շանտաժ չի անում, որևիցե մեկը նման բան չի, բայց դու չափդ իմացի։ Պարոն Սիմոնյան, գործարար Սամվել Կարապետյանն է այստեղ։ Ով է Սամվել Կարապետյանը։ Գործարար։ Կարամ տեսնեմ դեմքը։ Հա, ներողություն չգիտի։ Իստված մեջ չէ, ես գիտեմ մեր մոտ ինչ որ պլան է։ Նա ասում է, որ մի փոքրիկ խմբակ մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարի պատմությունը հարձակվել է հայ եկեղեցու, հայ ժողովրդի վրա եւ ասում է, եթե քաղաքական գործիչներին չհաջողվի, ապա մենք մեր ձևով ենք միջամտելու եկեղեցու դեմ արշավին, սա ինչպես է մեկնաբանում, մենք մեր ձևով ենք միջամտելու։ Չեմ ուզում մեկնաբանեմ, որովհետեւ եկեղեցու հայ առաքելական եկեղեցու դեմ որևիցե մեկը որևիցե բան չի անում, մենք բոլորս հանդիսանում ենք հայ առաքելական եկեղեցու հետևորդներ եւ պարոն Կարապետյանի դիտարկումները կարծում եմ տեղին չի, այլ հարցեր կան։ Շնորհակալություն։ Հաջան։ Սկելու եւ սկացնելու Ով էր սկում։ դուք ասացիք լողալ Այո, որ լինեն մարդիկ, ովքեր որ քայլում են ջրով, կասեն որ վերջացնում։ Բայց կարողացել է նախաձեռնել։ Ամեն դեպքում պրոցեսացիոն ժողովրդատերից դերս է կապացվել, այս անգամ ծիծաղելի գործընթաց է։ Ես զարմանում եմ Սերժ Սարգսյանը ոնց է այդ գործընթացին տենց սատարում եւ Ռոբերտ Քոչարյանը ոնց է ձևանում, որ իրենք այդ գործընթացին տենց այդ խաղը անկեղծ ասած տենց պոպկորնը ձեռներս նստած վայելում ենք, չենք հասկանում ինչի համար է այդ ամեն ինչը արվում եւ անկեղծ չեմ հասկանում։ Գիտեք ինչ, մեկ նստում մտածում ասում ես, լավ, բա ինչ վերջը, ինչ, այսինքն պլանը որն է, անկեղծ ասած ժամանցային բան է դարել որից։ Ձեզ սա ինչ-որ քաղաքական նպատակ հետապնդող գործընթաց է, թե գործընթաց է ուղղակի դիմադիր ֆորմի մեջ։ Դե ո՞նց կարող քաղաքական նպատակ հետապնդի։ Ուզում հասկանամ այդ նպատակը որն է։ Իրանք ենթադրում են, որ ինչ-որ ձայներ են հավաք կամ ինչի է բերելու, ասենք իսկի դարից չեն գալի, նիստերի չեն գալիս, հիմա ընտրություններն 350 օր բան է մնացել մոտավորապես, հա, ուզում հասկանամ այդ ինչ է։ Կարող վերջում այդ խաղի մասնակից դառնալ։ Անիջան, սեփական չափանիշներով ես չափում, հերիք եղավ, բոլոր հարցերի մեջ քո սեփական մտածելակերպը, լսի, քո սեփական հարցերի մեջ, քո սեփական մտածելակերպը մի դիր, դա վատ տպավորություն է տալիս ասենք։ Բոլոր հարցերին։ Վարչապետի աշխատակազմը massամբ ֆինանսավորում է, կրթվել է նորաձև է շարժումը, որոնց Նիկոլ Փաշինյանն է մասնակցում, բայց այդ գումարի չափը չի հայտնում հանրությանը, սա մտահոգիչ չէ։ Տեղեկություն չունեմ, չեմ կարող։ Ես հայտնեցի։ Չէ, չգիտեմ, հիմա տենց պետքա մի հատ շատ բան կարաս հայտնես, ես պետքա մի հատ այդ հարցին ծանոթանամ, տեսնեմ նաև ձեր ասած հասցեատերը ինչ պատասխան է տալիս։ Մամուլ չեք կարդում 3
կհավատաս, արդեն շատ բաներ չեմ կարդում, որտեվ ես եմ հիմնականում մամուլի հիմնական վերնագրերը ստեղծում, ես ինքս ինձ չեմ կարդում։ Հա, մի օր համեմատական կանցկացնենք, կտեսնենք որևիցե այլ լրագրող կամ քաղաքական գործիչ, բացի մի քանիսից, ով է ավելի շատ վերնագիր տալիս, եւ ես քեզ վստահեցնում եմ առնվազն ես միշտ կան։ Լուսինե ջան, նորից եմ կրկնում, արի, Շմայսի մասին խոսացիր, իմիջիայլոց չի մարդուն տենց ածականոտ։ Առաքել Մովսիսյան ասել, շատ լավ, Առաքել Մովսիսյան տալիս է, չէ՞։ Նիկոլ Փաշինյանին էլ կհորդորեք, որ Շմայսով չլինի այլ անհասկանալի։ Լսեք, նախ կբերես կտենամ, որ դա եմ տենց դիմել։ Ես որևիցե մեկին, երբ որ ինչ-որ բան հորդորում եմ, ես դա անում եմ այն ժամանակ, երբ որ գտնում եմ ճիշտ։ Եթե գտնեմ ճիշտ, այո կհորդորեմ, բայց ով ինչ ասում է, իր վրա վեշտում է այն պատասխանատվությունը, ինչ որ ինքը ասել է։ Այլ չէ՞ դե Լուսինեն գիտես ինչ, ասենք Լուսինեն այդպես գալիս է, մի հատ հարց տալիս ու գնում է իրան թվում է լրատվությունը է դա։ Այլ հարցեր ունես Անի ջան։ Վստահ ես։